Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ բանաստեղծ Հակոբ Մովսեսի հետ։ Բարև ձեզ, պարոն Մովսես։ Բարև ձեզ։ Պարոն Մովսես, օգոստոսի 2-ից արդեն մեկնարկել է 9-րդ գումարման ազգային ժողովի աշխատանքները, վարչապետը երեկվանից ներկայացնում է կառավարության 2026-ից 31 թվականների ծրագիրը եւ այդ համատեքստում նաեւ նշեց, որ արդեն իրականություն է 4-րդ հանրապետությունը։ Նախ դուք ընդհանուր առմամբ ինչպես եք կարծում, ինչի մասին է 4-րդ հանրապետությունը, որքան էլ որ վարչապետը խոսել է այդ գաղափարախոսության մասին իրական Հայաստան, արդյոք մենք մերը համարում ենք կայում այն ընտրողները, որոնք գնացել եւ ընտրել են քաղաքացիական պայմանագրին, իրենց համարում են 4-րդ հանրապետությունը, իրական Հայաստան գաղափարախոսությունը, արդյոք հենց դրա համար է եղել այդ ընտրությունը, թե ոչ միայն եւ արդյոք նաեւ 4-րդ հանրապետությունը 3-րդ հանրապետության տրամաբանական շարունակությունն է, թե այստեղ մեծ խզում կա։ Գիտեք, ես մի տարի առաջ, երբ որ այդ արտահայտությունը շրջանառության մեջ տրվեց, խոսել եմ այդ մասին, ես մնում եմ նույն կարծիքին։ Ուրեմն հանրապետությունները հաշվարկներով չեն հանրապետություն, այլ իրենց կենսափիլիսոփայությամբ են առաջին, երկրորդ, երրորդ կամ չորրորդ։ Մենք սովետական Հայաստանի փլուզումից հետո ունեցանք պայմանականորեն ասած երրորդ հանրապետությունը, որը շատ բարդ պայմաններում հայտնվեց, շատ բարդ խնդիրների առջև, շատ վայրիվերումներ, սխալներ, ձեռքբերումներ, որոնք հետո պարզվեցին այդքան էլ ձեռքբերումներ չեն, այսպես թե այնպես իր խնդիրները ուներ իր առջև դրված։ Այսօրվա մեր իրականության, մեր ժողովրդի, մեր պետության առջև միանգամայն ուրիշ խնդիրներ են դրված։ Ոչ միայն պատմականորեն ուրիշ խնդիրներ, հենց պատմականորեն էլ ուրիշ խնդիրներ, այլ նաև հոգեբանորեն ուրիշ խնդիրներ, նաև հոգևոր իմաստով ուրիշ խնդիրներ։ Մենք առաջին անգամ, եթե չեմ սխալվում, ձեր հաղորդումներից մեկի ժամանակ ենք ասել, կանգնած ենք պետություն ունենալու հնարավորության առջև։ Սեփական պետություն, մեր պետությունը, այսինքն մեր ասելով ես նկատում ունեմ այն պետությունը, որը մեր հոգու պրոյեկցիան կլինի, մեր ժողովրդի պատկերացումների մտածողության արտահայտությունը կլինի, ոչ թե սրա կամ նրա շնորհած իրավունքները, իրավական, չգիտեմ, կրթական, մշակութային, այլ հենց մեր հոգու արտահայտությունը կլինեն։ Մենք ապրում ենք այս ժամանակներում, այս շատ բարդ ժամանակներում, ինչ եմ ասում, բարդ, որովհետև սովորույթի պատմականության մի թանձր կա մեր ժողովրդի մեջ նստած, որից հրաժարվել է այդքան էլ հեշտ չի։ Այո, նորություններին դժվար է համարել։ Ոչ միայն նորություններին, եթե դուք հիշում եք հունական դիցաբանության մեջ Հերակլեսի 12 սխրանքներից, ինչ ահավոր բաներ կային այդտեղ, ժանիքներ, չգիտեմ, հրեշներ, բան, ամենաբարդ, ամենադժվարը ավգյան ախորները մաքրելն էր։ Մեր այսօրվա իրականության մեջ պետություն ստանալու, տեսեք ես օգտագործում ստանալու առաջին նախապայմանը այն է, որ մենք մեր մտածողության, մեր մտքի, մեր հոգու դարավոր, եթե ոչ հազարամյա ավգյան ախորները մաքրենք, որոնք օբյեկտիվորեն գոյություն ունեն, որոնք նստել են մեր գիտակցության վրա, երբեմն մեր գիտակցությունը տակովն են արել, մեզ, այսպես ասած, մղել են այն գիտակցությանը, որ մենք դե ենթակա ազգ ենք, մենք պետք է կամ Օսմանյան կայսրության մեջ մեր իրավունքները պահանջենք, ստանանք, ապրենք, կամ ռուսական իմպերիայի մեջ, բայց այսօր հանգարց հայտնվել ենք մի իրավիճակում, ես նորից ասում եմ, որտեղ մենք ինքներս պետք է ստանանք այն պետությունը, որին ի զորու ենք, այդ որ դրվել է մեր դեմ այդ գաղափարը, ընդհանրապես որևէ գաղափար, որ դրվում է ազգի դեմ որևէ իրողություն, Աստված դնելուց հետո պահանջում է, որ դու դրան տեր լինես եւ կարողանաս տեր լինել։ Մենք կկարողանանք վերցնել, թե չենք կարողանա վերցնել, հիմա մենք այդ ժամանակաշրջանում ենք ապրում եւ այդ հարցին պետք է պատասխանենք։ Իդեպ նույնի մասին այսօր խոսում էր նաեւ վարչապետը, պարոն Մովսես, որ մունետիկային պետությունից մենք վերածվում ենք, շանս ունենք վերածվելու։ Շանս ունենք ինքնիշխան պետության եւ մենք պիտի կարողանանք գոյատևել մեր միջավայրում առանց որևէ արտաքին օգնության, միջամտության։
ինչ է կարծում կստացվի եւ արդյոք հեշտ է լինելու այդ նաեւ ասացիք, որ մենք այդ իմաստով նաեւ հոգեբանական խնդիր ունենք, նաեւ հոգեբանական բարդույթները հաղթահարել։ Սա դժվար process է, հենց կյանքն էլ ապացուցում է, տեսեք այսօրվա մեր իրողությունները, խառնի ճաղանջ, եբրայերեն բառը մեր լեզվում պահպանվել է թոհու վաբոհ, այսինքն թոհուբո։ Այս թոհուբոհի շրջան ենք մենք ապրում, տեսնենք արանքից ինչ է դուրս գալու, ոչ միայն հոգեբանորեն է դժվար, այլ նաև պատմականորեն եւ եթե ուզում եք իմանալ աշխարհաքաղաքականորեն։ Մենք լրիվ ուրիշ իրավիճակի մեջ ենք հայտնվել, ամբողջ աշխարհի հետ միասին, որի քաղաքական գիտակցությունը, պատմական գիտակցությունը, պատմական փորձը մենք այնքան էլ չունենք։ Մենք գիտեք թող չվիրավորվեն, եթե ես ասեմ, որ մենք քերականության մեջ մի բան կա, օժանդակ բառեր, մենք օժանդակ ժողովուրդ ենք եղել, պատմության բերումով երբեմն վախենում ենք, դեք երբեմն վախենում ենք պետությունն ունենալուց, ասում ենք դե ինչ գործ ունենք, հանկարծ 1000 չարու հարամի, ավելի լավ է Ռուսաստանի գրկում լինենք, ավելի լավ է ապահով ապրենք, առանց հասկանալու այդ քաղաքական գիտակցության պակասը, թե ինչ է նշանակում Ռուսաստան, մեր ժողովուրդը չգիտի Ռուսաստանը ինչ բան է, մեր ժողովուրդը, ես 1000 անգամ ասել եմ, նորից կրկնում եմ, Ռուսաստանը գիտի որպես փուրչուլուղ ծախելու տեղ, խիար ծախելու, պամիդոր ծախելու տեղ, այնիշ քաղաքականությունը պամիդորով, վարունգով եւ գազարով չի, քաղաքականությունը ինքը շատ բաց շերտերով հատկություններ ունի, որոնք մեր ժողովուրդը չգիտի, պետք է այդ շերտերը իրեն բացատրվեն, օրինակ պետք է բացատրվի, որ ռուսական պետության տրադիցիաները ինչ է ենթադրում եւ այդ համակարգի մեջ ապրելը ինչ է ենթադրում է անօրինականություն, ենթադրում է ոսկե հորդայի պետական, այսպես ասած, ավանդույթների շարունակականություն, ենթադրում է բացարձակ միապետական կառավարում, ենթադրում է հասարակության իսպառ բացակայություն, Ռուսաստանը չի կարող հասարակություն ունենալ, որը պետության հիմքն ու պետության կայացման, այսպես ասած, հիմնական տարրն է։ Ուղղակի արտաքին մի քանի, այսպես ասած, բաների վրա ռուսները շատ ռումբ ունեն կգան մեզ կպաշտպանեն, այստեղ էլ պատմությունը չգիտեն եւ չեն հասկանում, որ Ռուսաստանը նախ պարտավոր չի մեզ պաշտպանել, երկրորդ ինչի պետք է մեզ պաշտպանի, եթե այդ պաշտպանությունը իր պաշտպանությունը չի դառնում։ Ընդհանրապես Ռուսաստանի մասին շատ բազմաշերտ կարելի է խոսել, միայն ես մեր ժողովրդին մի բան ասեմ, որ այո, Աստված մեր դեմ պետություն է դրել, մենք Աստծուն պետք է պատասխանենք այդ պետությունը վերցնելու կարողությամբ, այտենց ձրի չեն պետությունները ժողովուրդները ստանում, տեսեք եվրոպական ամբողջ պետությունները նայեք գերմանացիները, ֆրանսիացիները, որ այսօր սոցիալ-տնտեսական հարաբերությունների մեջ գրեթե հասել են շատ մեծ բարձունքների, մի հատ նայեք իրենց պատմությունները, ապստամբությունները, պատերազմները, նեղությունները, սովերը, կոտորածները, ինքը պետությունը պահանջում է ճիգուջանք, այ ես կցանկանայի, որ մեր ժողովուրդը այդ ճիգուջանքի մեջ տեսներ իրեն եւ այս շանսը ձեռքից բաց չթողներ, որտեվ եթե այս շանսը ձեռքից բաց թողեց, հավատացեք մի 1000 տարի ինքը պետք է սպասի, եթե այդքան կարողանա դիմանալ։ Բարոն Մոշտես, Ռուսաստանին վերադառնալով ասացիք, որ Ռուսաստանը միայն փուրչուլուղ, վարունգ կամ պոմիդոր ծախելու մասին չէ, բայց վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերությունները հենց այդպեսին էլ պատկերացնում է, այսինքն սահմանափակումներ, գյուղացիներին ճնշել։ Գիտեք ինչ է այդպես դրանով սահմանափակում, որովհետև ինքը գիտի, որ հայ ժողովրդի պատկերացումը իր մասին դա է։ Ընդհանրապես 18-րդ դարից սկսած մեր գիտակցության մեջ Ռուսաստանի, չգիտեմ ինչու ավտոմատ Ռուսաստանի վրա է խոսակցությունը տեղափոխում ոչինչ, Ռուսաստանի կերպարը միֆականացված է, Ռուսաստան ասելով հայ մարդը պատկերացնում է փրկիչ, իսկ այդ փրկիչը, որ իրեն նույնիսկ երբեմն կործանում է, բան դե ասում է ոչինչ, փրկիչը չստացվեց կործանեց։ Կամ սովի է մատնում։ Կամ սովի է մատնում, կամ հալածում է։ Սա մի առանձին խոսակցության նյութ է, բայց մեր ժողովրդի մեջ երևի կա այսօր
այն բանի գիտակցումը, հատկապես Ղարաբաղի պատերազմից հետո, որ պետք է սեփական կարողություններ ունենալ, սեփական արժանապատվություն, սեփական բարիկներ ստեղծել, որպեսզի թեկուզ եւ Ռուսաստանը կարողանա քեզ հետ հաշվի նստել։ Եթե դու Ռուսաստանը վարունգի ու պամիդորի ու մյուս ինչը փորձուլուխի մակարդակով կպատկերացնես, ռուսները քեզ հետ կվերաբերվեն որպես փորձուլուխ ցախողի։ Ես հիշում եմ մի 3 տարի առաջ ռուսական հեռուստատեսություններից մեկը մեր հասցեին ասեց Արմենիա это любовница России։ Ես իրենից չեմ նեղանում։ Ես ռուսական հեռուստատեսությունից ոչ էլ երեկվա Մեդվեդևի բարբաջանքներից եմ նեղանում։ Ես նեղանում եմ մեզնից, մեր ժողովրդից, որ մենք առիթ ենք տվել մեր կերպարը, մեր պատկերը Ռուսաստանում այդպեսին լինի։ Գիտեք, ամբողջ հարցն է, որ եթե մենք Ռուսաստանին պատմականորեն, քաղաքականորեն ոչինչ պարտք չենք։ 12-րդ դարից երբ որ Ռուսաստանը ձևավորվում էր, մենք այդ պետության կյանքում մասնակցություն ենք ունեցել։ Եվ ձևավորմանը, եւ կրոնական, եւ պետական, եւ քաղաքական, եւ ռազմական, դուք հենց հիշեք ինչ անուններ կան, որոնք մասնակցել են ռուսական պետության շինարարությանը, եթե իհարկե սարկվել այդ երկիրը, բայց ռուսները մեզ վերաբերվում են որպես նախլեբնիկի, որպես իրենց սեղանից պատառ թռցնողների, որի մեղավորը ես նորից կրկնում եմ մեր ժողովուրդն է, մեր ժողովուրդը իրավունք չունի իրեն այդպես նսեմացնի, ես հասկանում եմ դրա պատճառը թուրքեր, կոտորածներ, իբր ռուս փրկիչներ այս կողմեկում, բայց այդ պատմության մեջ ամեն ինչ բացատրելի է, ամեն ինչ եղել է, թե ինչ է եղել, իհարկե դա նորովի պետք է այսօր մեկնաբանվի, բայց այսօր մի նոր իրավիճակ է, որտեղ Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը պետք է նստի եւ իր ժողովրդի մտավոր բարոյական, աշխարհագրական, ֆիզիկա աշխարհագրական, չգիտեմ, հանքանյութերի, լեռների, դերքների, գետերի, դաշտերի կարողությունները մի հատ հաշվարկի եւ տեսնի, թե ինքը որպես պետության կայացման նաեւ ինչ ոչ միայն հոգեվոր, այլև տնտեսական հնարավորություններ ունի, նաև քաղաքական հնարավորություններ ունի։ Օրինակ մեր ժողովրդին ներշնչել են, որ ինքը իր աշխարհագրական դիրքով այնպիսի մի դիրքում է գտնվում, գիտես, որ պետք է կամ թուրքերին ենթարկվի կամ ռուսներին, բայց մեր ժողովուրդը չգիտի, որ ինքը արտակարգ աշխարհագրական դիրք ունի եւ խելոք քաղաքականություն վարելու դեպքում ինքը կարող է եւ ռուսների համար օգտակար լինել, եւ թուրքերի համար, եւ արևելքի, եւ արևմուտքի, այսինքն քաղաքական անալիզը, քաղաքական վերլուծությունը մեր ժողովրդի գիտակցության միջից հանված է, մեր ժողովրդին ասված է, որ դու քաղաքական ժողովուրդ չես։ Դու գյուղատնտեսական տենց բան ես, կենցաղային ժողովուրդ ես, դե քանի որ իրենց սա ներշնչել են, ինքն էլ քաղաքականությունը անգամ պատկերացնում է կենցաղային, կենցաղավարական չափանիշներով։ Նաև արքու վաճառքի իմաստով։ Ոչ միայն արքու վաճառքի, այլ նաև հարաբերությունների։ Օրինակ ինքը մեր հարևանների, ադրբեջանցիների կամ թուրքերի հետ հարաբերությունները պատկերացնում է ոչ թե քաղաքական հարթության վրա հաշվի առնելով բոլոր ֆիզիկական, ժողովրդագրական, ստրատեգիական պարամետրեր, այլ պատկերացնում է որպես այնպես կոնդ երրորդ մաս հարաբերություններ, կոնդի տղերքով կհավաքվենք, կգնանք մի լավ կջարդենք, երրորդ մասում կտանք դնչերը կծռենք ու կգանք։ Այսինքն քաղաքական պատմական գիտակցություն ինքը չունի եւ այս գիտակցության դեպքում ինքը պարտավոր է այսօր նաեւ իր ոչ անբարյացակամ պատմության բերումով ստեղծված ոչ անբարյացակամ հարևանների հետ իր հարաբերությունը վերաստարտավորի, ինքը իրավունք չունի մոռանալու իր անցյալը, մոռանալու իր ողբերգությունները, բայց ինքը նաև իրավունք չունի իր ողբերգությունները դարձնել քար կախել իր վզից եւ թողնել, որ այդ ողբերգությունները իրան սկացնեն սուզեն ջրի տակը։ Մի խոսքով ասելիքս եթե ամփոփեմ, մենք նոր իրավիճակի առջև ենք, իմիջիալույս նաև հոգևոր, նաև մշակութային։ Մենք լրիվ մշակութային նոր իրավիճակում ենք հայտնվել։ Մենք բոլոր են 30-40 տարի առաջվա, 50 տարի առաջվա են Սամեդ Վուրղունի, չգիտեմ, բանի կողքի
բանաստեղծներին, սովետահայ մեծ բանաստեղծներին, էլի պետք է հարգենք Կայսին-Կուլիևի, չգիտեմ, բայց այսօր նոր հայացք է պետք աշխարհին նայելու համար։ Այսօր նոր աշխարհայացք է պետք վեբ գրելու համար։ Այսօր բանաստեղծություն գրելու համար նոր ֆորմաներ են հարկավոր, նոր բովանդակություններ, նոր ձևեր։ Ընդհանրապես մենք բան ժողովուրդ են, կոնսերվատիվ ժողովուրդ, որը վատ բան չի։ Ես օրինակ ինձ համարում եմ կոնսերվատիվ մարդ, բայց մենք այդ բառը գավառական լեզվում կա, մեր հետևանց նայող ժողովուրդ ենք։ Մենք մի ժողովուրդ ենք, որ առաջ ենք գնում, սայլը մեր մեքենան առաջ է գնում, բայց չգիտես ինչի մենք հետևից ենք, մենք հետևից ենք նայում եւ դիմացի ճանապարհը տեսնում ենք այն ժամանակ, երբ որ մի 2-3 մետր այն կողմը մնացել, նոր կամ վայ ենք տալիս մեր գլխին կամ ասում ենք ապրենք մենք։ Այս բանը մեր մեջից պետք է հանվի, մեր մշակույթի արժև նույնպես այսօր մեծ խնդիրներ են ծառացած, շատ մեծ խնդիրներ։ Ինքը գիտեք, ես այն կարծիքին եմ, որ ընդհանրապես վերջին հատկապես 200 տարվա մեր ժողովրդի սուղ պատկերացումների հիմնական մեղավորը մեր մտավորականությունն է։ Դուք տեսեք Ռաֆու Նալբանդյանի, չգիտեմ, Չարենցից հետո 37 թվականից հետո ինչ պատմության քարուղիների, ժողովրդի, ողբերգության անալիզ ունենք, գիտակցություն ունենք, այսօրվա մեր գիտակցությունը նայեք։ Քրիստոնյա ժողովուրդները, որպեսին ենք մենք, եթե գիտակցական բարձր մակարդակ չունեն, դատապարտված են կործանման։ Իրենց փրկության միակ ճանապարհը գիտակցության բարձր մակարդակ ունենալն է։ Իսկ գիտակցության բարձր մակարդակը նաև պրոյեկտում է քո պետության պատկերացումները։ Պարոն Մովսես, ասացիք, որ նաև հոգևոր վերափոխման կարիք ունենք։ Մենք տեսնում ենք, որ օգոստոսի 2-ից ինչ մեկնարկել է 9-րդ գումարման ազգային ժողովի աշխատանքները, քննարկումները ոչ միայն քաղաքական օրակարգերի շուրջ են, հատկապես ընդդիմությունը պարբերաբար, այսպես ասած, տանում է դա հոգևոր դաշտ, իշխանությանը պարբերաբար մեղավորում է, այսպես ասած, եկեղեցուն եւ կամ ամենայն հայոց կաթողիկոսին թիրախավորելու մեջ։ Եթե մեկ նկատած կլինեք, որ ամեն անգամ երբ Գարեգին Բեի անունն է հնչում, ինչ որ դահլիճում անհանգիստ ձայներ եւ շարժումներ են սկսվում, նաեւ այս իմաստով, այս թեմայի շուրջ խոսակցությունները մի տեսակ այսպես հակասակալ են ընկալվում։ Ընդդիմությունը սա որակում է որպես հարձակում եկեղեցու վրա, ամենայն հայոց կաթողիկոսի վրա, իշխանությունն ասում է, որ այստեղ մենք խնդիր ունենք եւ վերափոխման կարիք ունենք։ Հիմա որտեղ է իրականությունը եւ ինչու այս թեմայի մասին խոսելը այսքան բորբոքում է օրինակ որոշ մարդկանց։ Իրականությունը մեր նախորդ հատվածի մեջ մենք արդեն ասացինք։ Կրկնենք, ինչը 10 տարի մենք կրկնում ենք, որ մենք ընդդիմություն չունենք։ Ընդդիմությունը գիտեք ինչ, պետության երկրորդ ոտքն է, իշխանության երկրորդ, այսպես ասած, հենակետն է։ Առանց ընդդիմություն իշխանությունը շատ թերի պատկերացումներ կարող է ունենալ իր անելիքների մասին։ Մենք ունենք ոչ թե ընդդիմություն, այլ թշնամական մի զանգված, որի ձեռքից իր կարծիքով իշխանությունը խլվել է եւ ինքը պետք է սրա նրա օգնությամբ ամեն ինչ անի, որպեսզի այդ իշխանությունը նորից հետ վերադարձնի, որպեսզի գրփի, գողանա, լափի եւ մեր ժողովրդին պահի հայվանի վիճակում։ Նախ ընդդիմության մասին այսքանը։ Երկրորդ քաղաքական նկատառումներով եթե նայում եք, ես ինքս փորձում եմ դե նոր իրավիճակ, նոր ընտրություններ, բոլորս էլ հույսեր ունենք։ Այնտեղ մարդիկ են նստած, որ հայ մարդիկ են, հայրենասեր են, սիրում են իրենց երկիրը, պայմանականորեն ասած։ Բայց գիտեք, ես նայում եմ այնտեղ եւ տեսնում եմ, ուրեմն 428 թվականը, երբ որ նամակ գրեցին Պարսից արքային, ասին, գիտեք, արի մեր թագավորին գահընկեց արա, մեզ նշանակի ամեն մեկիս իրա ուրեմն սատրապության սատրապ, մենք քո հարկերը կտանք, մենք էլ կապրենք։ Ես հիշում եմ 1045 թիվը, երբ որ մենք մեր երկիրը հանձնեցինք բյուզանդացիներին, ծովափնյա մի քանի դաչաների եւ տիտղոսների համար, իմիջայլոց դրանցից մի քանիսը ես Պոլսում տեսել եմ, սիրտս քրքրվել է։ Այդ ընդդիմությունը
20-րդ դարի սկզբում մեր ժողովրդի գլխին փորձանք բերեց ուղակի, ել չեմ ասում հանձնեց այնպիսի մի ժողովրդին իրարից բաժանող քաղաքականություն վարեց, որ կարծի պես անհավատալի, անհաղթարելի բերնը հանձնվեց։ Ես այդ նույն ընդդիմությունն եմ տեսնում այսօր, եւ գիտեք ինչ, ես այդ ընդդիմությունը ես շատ եմ ուզում, որ լավ ընդդիմություն ունենանք, ես էլ եմ ուզում ընդդիմադիր դառնամ, բայց գիտեք, երբ որ ես լսում եմ ընդդիմադիրների բերանից, որ մենք ունենք գաղտնի պլան, դուք մի քիչ սպասեք, հեսա մենք մեր գաղտնի պլանը իրագործելու ենք։ Ես վախենում եմ տերորից։ Ես վախենում եմ, որ կառավարության շենքի վրա ռումբ գցեն։ Ես վախենում եմ, որ վարչապետին մահափորձի ենթարկեն։ Ինչ նշանակում են գաղտնի պլան ունենք, հələ դուք սպասեք, հեսա կտեսնեք։ Այսինքն դուք այդ ինչ եք սպառնում։ Գաղտնի պլան ունենում են գաղտնի ծառայությունները։ Ժողովրդին գաղտնի պլաններով չես կարող շահել, որովհետև ժողովրդին շահելու մի ձև կա բացահայտ ծրագրեր մատուցել ժողովրդին, որը կգնա ընտրական տեղամասերում կամ քեզ կընտրի կամ քեզ չընտրի։ Այնքան ծախու եւ այնքան սահմանափակ մտածողություն ունեն, որ խոսում են գաղտնի պլաններից, վախացնում են մեր ժողովրդին պահում են բաների մեջ, իր, այսպես ասած, պատմական աուսարսապի բնազդները արտնացնելով փորձում են ուրեմն իրենք իշխանության գալ, ինչը իրանց իհարկե չի հաջողվի։ Ես տեսնում որ գնալով մեր ժողովրդի մեջ իր պետության, իր երկրի հանդեպ վստահությունը ավելանում է։ Գիտեք, առանձնահատուկ ռոպագանդա պետք չէ։ Օրինակ ինձ ասում են, ինչ կա, ինչ ես տեսնում, որ վստահ ես, որ մեր երկրում բաներ են փոփոխվում։ Ես այն ինչ որ տեսնում եմ, դա թողնենք մի կողմ, բայց ես ասում եմ, ես դուրս եմ գալիս փողոց, տեսնում եմ լավ հագնված մարդկանց, դասիրակված երիտասարդություն, տեսնում եմ շքեղ մեքենաներ, տեսնում եմ ծանրաբեռն աշխատող սրճարաններ, ճաշարաններ, ես ինչ պետքա տեսնեմ։ Գիտեք, մերոնք պետությունը պատկերացնում են, այսպես ասած, բարեգործական մի հատ հիմնարկ, որ իրանք պետքա բան լինեն, չաշխատեն, չջանան, չճգնեն, պետությունը իրանց պետքա նպաստ ու թոշակ տա, սա սերևույթին էս գիտակցությունը 90-92 թվականից մտավ մեր ժողովրդի մեջ, երբ որ պատերազմի ժամանակ պետությունը բնականաբար օբյեկտիվորեն այդ դերը ստանձնեց։ Մեր ժողովուրդը պետությանը նայում է որպես բան, որպես ինչ-որ մի հատ կթուկով, առանց հասկանալու, որ եթե ասում է այսօր մենք պետություն չունենք, այդ նշանակում է, որ ինքը ասում է այսօր մենք ժողովուրդ չունենք, հասարակություն չունենք, պետությունը ժողովուրդն է ինքը, եւ ընդհանրապես այս բոլոր խոսակցությունները, որ այսօր մեր գիտակցության մեջ, այսպես ասած, փորձում են մղել, դրանք ընդդիմության խոսակցություններ չեն, դրանք թշնամական խոսակցություններ են։ Օրինակ, մի օրինակ բերեմ, երբ որ ես լսում եմ, որ հեսա 400,000, թե քանի 100,000, 300,000 կներեք, թիվը մի քիչ ես ուշացրեցի, գալու է Հայաստան, ես հասկանում եմ, որ այդ 400,000-ից մի 20 հոգին արդեն եկել են, արդեն նստած են այնտեղ եւ մեր ժողովրդին պահում են տագնապի, այն Կիկոսի մահի սարսափի մեջ, էլ որ հեսա գալու են եւ այդ 300,000 հոգով փակում են մեր բերանը, որովհետեւ մենք մեր խնդիրների մասին խոսենք, որովհետեւ մենք իրենց մասին խոսենք, մեր ժողովրդին պետք չի պահել աղդողի մեջ, մեր ժողովուրդը շատ ծանր վիճակներ է ապրել եւ ես վստահ եմ, որ այսօրվա պրոպագանդայի այս ծանր վիճակը ինքը նույնպես կհաղթարի, ինչպես որ հաղթահարեց, ենթադրենք, այսինչ կամ այնինչ ճակատամարտում։ Այսօր Հայաստանում ճակատամարտ է։ Ես լավ հիշում եմ 5-6 տարի առաջ, երբ որ ես ասեցի Հայաստանում երկիշխանություն է, իմ ընկերները ինձ ասում էին, դա ինչ երկիշխանություն։ Այս իշխանությունները հաղթել են ընտրություններով եւ բացարձակ իշխում են։ Ես նկատի ունեմ ընդհատակյա հոգեբանական ընդհատակյան մասը Հայաստանում այսօր էլ կա դատական համակարգը, որի մասին այո, եւ հավանաբար միշտ էլ կլինի մի խավ, որին ձեռնտու չի լավ պետություն ունենալը,
որին ձեռնտեմսի պետություն ունենալ, որտեղ իրենք լավ զգան իրանց, կաշառք վերցնեն, կրփեն, օրինակ ես երեք որի մասին իրենք պատկերացնել չունեն։ Ես երեք չէ առաջ որ մեր падգամավորներից մեկին էի լսում, լավ թշերով տղա է, խոսում էր կոռուպցիայի մասին, ես հասկացա, որ գաղափար չունի ինչ բան է կոռուպցիան։ Ինքը չի հասկանում կոռուպցիան ինչքան կործանարար է երկրի համար, որ կոռուպցիայի արկայությամբ երկիր չի կարող կայանալ, կայացում չի կարող լինել եւ այլն եւ այլն։ Այդ հույս ունենանք, որ մեր իշխանությունները մեր ժողովրդի մեծամասնության ձայն են ստացել, դա բավական է, որպեսզի այն ծրագրերը, որոնք մտադրված են եւ որոնք 3 չի առաջ օրը ազգային ժողովում վարչապետի կողմից թե 3 ազդարարվեց, դրանք կյանքի կոչեն։ Պարոն Մովսես, նաև դուք ձեր խոսքում նշեցիք, որ աֆգան ախոռները մաքրելու կարիք ունենք։ Ես ուզում եմ հասկանալ այդ համատեքստում են այսօրվա իրավական գործընթացները, նկատի ունեմ իրավապահների գործողությունները Ռոբերտ Քոչարյանի տանը, Սերժ Սարգսյանի հետ կապված հակակոռուպցիոն են կանչվել, ձերբակալվել են եւ նաև էլի նույն դուք ինչպես կուզեք անվանեք, ընդդիմության աղմուկ այն մասով, որ սա անձնական վրեժխնդրություն է, վարչապետը 3 ազգային ժողովում ցուցում տվեց, այսօր իրավապահները արդեն գնացել են Ռոբերտ Քոչարյանի ետևից եւ այսպես շարունակ։ Ինչ է կատարվում անձնական վրեժխնդրություն, արդարադատության վերականգնում, թե դուք այլ ձև կմեկնաբանեք տեղի ունեցողը եւ արդյոք սա աֆգան ախոռների մաքրման մասին է։ Տեսեք, ոչ մեկս երջանիկ չի, ես այսօր առավոտյան որ արթնացա եւ տեսա, որ այդպիսի process-ներ են տեղ ունեցել, ես ինձ վատ զգացի։ Գիտեք, ես իմ պետության պատրիոտն եմ, հայրենասեր բառը չեմ ուզում օգտագործեմ, պատրիոտը մի քիչ ուրիշ իմաստ ունի։ Եվ ես չէի ուզենա, որ իմ պետության ղեկավարը մեղադրվեր կոռուպցիայի, կաշառակերության, հափշտակության եւ այլնի մեջ։ Ես շատ վատ զգացի, բայց այստեղ մի հատ բայց կա։ Հունական պետության պատկերացումից սկսված հռոմեական, եվրոպական մի կարգախոս կա, որը բազմաթիվ հույն բանաստեղծների մոտ արտահայտված է եւ որը Պինդարոսի մեծ բանաստեղծներից մեկի մոտ ասույթի է բերված։ Ասում է օրենքը բոլորի թագավորն է։ Nomos hopponton basileus։ Օրենքը Ռոբերտ Քոչարյանի թագավորն է։ Օրենքը, եթե Ռոբերտ Քոչարյանը օրենքի դեմ քայլեր արել, կմտնի իր տուն եւ իրեն ձեռնաշխտաներով կտանի։ Օրենքը շատ մեծարգո պարոն վարչապետի թագավորն է։ Եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը օրենքին չի ենթարկվում, ես էլ իրան չեմ ենթարկվում։ Ես իրան ենթարկում եմ այն ժամանակ, երբ որ իմ պետությանը ենթարկում եմ այն ժամանակ, երբ որ իմ պետությունը ենթարկվում է օրենքին։ Հիմա այդ ընդդիմությունը, որ ասում է, ուրեմն մի հատ թելեմատ այդ ցուցակը, որի մեջ ինքը մեղադրվում է, ենթադրենք 0.001%-ն է դրա իրավացի։ Բա Հայաստանի Հանրապետության նախագահը այդ թշվառ օրերին, պատերազմի օրերին, աղքատ օրերին, բա այդքան բան կյուրացնի, այդքան բան չեմ ուզում վատ բառ օգտագործեմ, հասկանում եք, չեմ ուզում կոպիտ բառ օգտագործեմ։ Օրենքի առաջ բոլորը պատասխան պետք է տան, օրենքի առաջ հեղինակություններ գոյություն չունեն, ինքը բարձրագույն հեղինակությունը ավտորիտետը օրենքն է։ Կաթողիկոսն էլ պետք է օրենքի առաջ պատասխան տա, վարչապետն էլ պետք է պատասխան տա, նախագահն էլ պետք է պատասխան տա, ես ու դուք էլ պետք է պատասխան տանք։ Ես այս առումով եմ տեսնում այսօրվա գործողությունները, գիտեք, մարդկայնորեն տեսակետից տա Աստված, որ վաղը մյուս օրը դատարանում այդ բոլոր մեղադրանքները հերկվեն եւ ինքը գնա տուն, բայց ես գիտեմ, որ չի հերկվի։ Մենք բոլորը այդ ժամանակներում ապրել ենք, չէ՞։ Մենք բոլորս տեսել ենք, մեր կաշվի վրա ենք տեսել այդ ամեն ինչը, օդից եղած բաներ չեն։ Մենք գիտենք ինչ է եղել։ Ընդհանրապես, քանի որ
խոսակցություն այդ բանի վրա գնաց, նորից չուզենալով որևէ մեկին, այսպես ասած, անձնական բոլորին ես ցանկանում եմ բարեհաջող ավարտներ, բայց ես կարծում եմ, որ սա քանի որ նորից մի 10 տարի առաջ ասել եմ, ուզում եմ կրկնած լինել, 20-րդ դարի մեր ժողովրդի պատմության մեջ 3 եղերն է եղել։ Մեկը 15 թվականի եղերն է, որի ժամանակ մեր ժողովուրդը ֆիզիկապես բնաջնջվեց։ 37 թվականի եղերն է, երբ որ մեր ժողովուրդը մտավորապես բնաջնջվեց, մտավորականներին տարան կոտորեցին, տեղը նշանակեցին մտավորականներ։ Եվ վերջին 30 տարվա այդ 20 տարին, որտեղ մեր ժողովուրդը հոգևորապես կոտորվեց, մեր պետությունը հանձնեցին գողերի, ավազակների, ավտորիտետների, մի խոսքով պախանների, էլ ինչ ասեմ, որ կոպիտ չլինի ձեռքը։ Հələ մի հատ հիշեք այդ ժամանակաշրջանի ազգային ժողովը։ Հələ մի հատ հիշեք այն դեմքերը, որ այնտեղ նստած էին։ Չեմ էլ ուզում անունները տամ վերհիշեմ։ Ու դրանց մի հատ համեմատեք այսօրվա ազգային ժողովի դեմքերի հետ։ Բարդ ժամանակներ ենք ապրում, շատ բարդ։ Ոչ մեկին դուր չի գալիս այս վիճակը, այս լարված վիճակը, կոնֆլիկտային իրավիճակները, բայց այո, ավգյան ախորներ են մաքրվում։ Եկել է մի մարդ, փառք ու պատիվ իրեն, որը ճշմարիտ բաներ ասում, ճշմարտախոս մարդ է եւ ասում եմ բաներ ոչ թե հանուն ճշմարտության, այլ հանուն մեր պետության, դա մեզ հասարակության, մեր պետության համար հարկավոր է, դա պետք է մեզ, պետք է որ մենք մեր մասին երբեմն ասենք նաեւ անհաջո մեր ակաժների համար ոչ հաճելի բաներ։ Այսօր մենք այդ բարդ ժամանակներն ենք ապրում, եթե ես ասեմ, եթե տարածաշրջանային փորձանքներ չլինեն, ինչին ես քիչ եմ հավատում, որովհետև այդտեղ էլ մեր իշխանությունները շատ նուրբ ֆիլիգրան քաղաքականություն են վարում։ Ես կարծում եմ, որ հաջորդ ընտրությունների ժամանակ մենք ավելի գիտակից ընտրող կունենանք, ավելի լավ հասարակություն եւ ավելի օրինական պետություն։ Այսինքն այն ճանապարհը, որով մենք հիմա անցնում ենք, պետություն ունենալու ճանապարհը պարտադիր է։ Այո, պարտադիր է դա։ Շնորհակալ եմ, պարոն Մովսես։ Համեցեք։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս բանաստեղծ Հակոբ Մովսեսն էր, կհանդիպենք։